Բարև ձեզ, եթերում տարածաշրջան հաղորդաշարն է։ Այստեղ մենք քննարկում ենք աշխարհաքաղաքական գործընթացներ եւ իրադարձություններ, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության համար։ Թեման, որ այսօրվա քննարկման համար առանձնացրել ենք, վերաբերում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությանը վերջին զարգացումների լույսի ներքո։ Այս թեմայի քննարկման համար սիրով հյուրընկալել եմ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանին։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, մեր հրավերը ընդունելու համար։ Վերջին շրջանում քննարկումները ակտիվացել են Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի առհասարակ պետության էներգետիկ անվտանգության դրա հեռանկարների հետ։ Այդ քննարկումները ավելի ակտիվացան Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջան այցելությունից հետո եւ ստորագրված հայտարարությունից հետո, որը վերաբերում էր քաղաքացիական նպատակներով օգտագործող միջուկային էներգիայի ոլորտում հայ-ամերիկյան բանակցությունների ավարտի մասին։ Ինչ էր ստորագրված փաստաթուղթը, հայտարարությունը իր բնույթով, ինչ է իրանից ներկայացնում եւ այդ համաձայնագիրը որքանով կարող է օժանդակել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությանը։ Շնորհակալ եմ հարավերի համար։ Մենք մասնագիտական շրջանակում հաճախ ավելի կարճ ձեր նշած փաստաթուղթը համանում ենք 1-2-3, որտեղ դա ընդհանուր մեծ էներգետիկայի ոլորտի փաստաթղթի ԱՄՆ-ի փաստաթղթերից մեկի կարգավորումներից մեկի մի հոդված է, որը որ հաշվառներով այդ կարգավորումները առանձնացվել է այդ հոդվածը եւ դարձել առանձին ըստ էության փաստաթուղթ, ու դա ստորագրվել է կամ ստորագրվում է ոչ միայն Հայաստանի հետ, այլ այն երկրների հետ, որոնց հետ ԱՄՆ-ն նպատակը դրված է ավելի խորացնել խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի ոլորտում զարգացնել եւ խորացնել այդ համագործակցությունը։ Համատության համար ասեմ, որպեսզի հետագայում ես առաջանց ընկնելով նաեւ որպեսզի հետագա շփոթներից խուսափենք, նման ստորագրություններ կան ԱՄՆ, Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, այսինքն ինչի ես շփոթից խոսեցի, որովհետեւ հասարակության մեջ որոշակի ընկալում կար, հուսով եմ փարատվեցին, որ այդ փաստաթղթի այդ հայտարարության մասով, այսինքն ըստ էության հայտարարվեց, որ Հայաստանը եւ ԱՄՆ-ն ավարտել են բանակցությունները։ Ճիշտ է, դա ներպետական կարգավորումների, ներպետական որոշ գործընթացներ կան, բայց հիմնական կարևոր փուլը ավարտվել է։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, բայց կա այդ շփոթի մասին նախասեմ, հետո ավելի բովանդակային։ Կա շփոթ, որ դա նշանակում է կամ կարող է նշանակել, որ Հայաստանը պարտադիր պետք է ընտրի կամ պետք է նախընտրություն լինի ԱՄՆ որևէ մոդելի, նոր միջուկային կայանի մասով։ Միգուցե նման ընկալում կա քաղաքական գործիչների կամ նման ցանկություն կա, բայց եթե մենք խոսում ենք կամ վերլուծում ենք պաշտոնական տրամաբանությամբ, նման բան դա չի ենթադրում։ Դա ենթադրում է, ինչպես ես սկզբում ասացի, միջուկային էներգիայի ոլորտում խորքային համագործակցություն։ Եվ այս պատահական չբերեցի Չինաստանի եւ Ռուսաստանի օրինակը, բնականաբար ԱՄՆ-ն երբեք չէր պատրաստվում ու չի էլ ապագայում պատրաստվելու Ռուսաստանի տարածքում կամ Չինաստանի տարածքում նոր կայան կառուցելու կամ տեղակայելու, բայց հաշվի առնելով իրենց խորքային հարաբերությունները այդ ոլորտում, լավագույն օրինակը այն է, որ անկախ այս աշխարհական իրավիճակի անգամ Ռուսաստանը ամենամեծ միջուկային վառելիքի մատակարարը ներկայումս ԱՄՆ-ի իր կայանների մասով։ Հետևաբար այդ իսկ միջուկային էներգետիկա ներկայումս ոչ միայն ատոմային կայաններ են, դրանք բժշկություն է, նանոտեխնոլոգիաներ են, կարճ ասած գիտություն է, որը որ Հայաստանին շատ կարևոր է ներկայիս այս արագ տեմպերի զարգացման տրամաբանությամբ։ Որպեսզի ամփոփենք այդ տրամաբանությամբ, այո, ես գնահատում եմ շատ դրական այդ բանակցությունների ավարտը, որովհետև դա մեծ հասանելիություն է ապահովելու Հայաստանի մասնագետներին, հայ մասնագետներին, ընդհանրապես այդ տեխնոլոգիային ավելի խորը ծանոթանալու եւ վերջը քանի որ Հայաստանը հրապարակային եւ ասվել է բանակցում է տարբեր պետությունների, այդ թվում ԱՄՆ հետ նոր կայանի հետ կապված ինչ որևէ որոշման իմաստով, որպեսզի հնարավոր լինի նախագծերից անդին անցնել, այսինքն ավելի խորքային հասկանալ, նույն նախագծերում կան որոշակի տեղեկություններ, որոնք հնարավոր չէր միջև այդ հասանելի չէր մեր մասնագետներին, հիմա դա հնարավորություն կտա։ Բայց ես էլի հատուկ եմ կրկնում, դա չի նշանակում, որ Հայաստանը որևէ պարտավորություն ունի որևէ պետության նկատմամբ, այդ թվում ԱՄՆ-ի այդ վերջնական որոշման իմաստով։ Այսինքն ստորագրված հայտարարությունը կամ երբ որ համաձայնագիրը ստորագրվի, զուտ իրավաքաղաքական հիմք է նախապատրաստում միջուկային էներգիայի ոլորտում համագործակցելու, ամերիկյան փորձից օգտվելու, հնարավոր ներդրումներ ներգրավելու եւ այլնի վերաբերյալ։
ավելի խորը եւ ավելի այնպեսի տեղեկատվության հասանելիության, որ մինչեւ այդ հասանելի չէր։ Հանրարդարության պետք է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն անկախությունից ի վեր Հայաստանի եւ առավել եւս 1995 թվականից եւ վերագործարկվեց մեր ատոմային կայանը գործող մետամորի հայկը, բավականին լայն համագործակցություն են մի քանի անգամ 90-ականներին, 2000-ականների սկզբին, վերջինը, եթե չեմ սխալվում, 2021 թվականին կամ 22 կարող շփոթվեմ թվերի հետ կապված, այդ անդադար վերահաստատվել են որոշակի նոր դրույթներ են ավելացվել, բայց այդ իմ նշած 1-2-3-ի Հայաստանի չմիանալու պատճառով որոշակի մի սահման, այսպես ասած, կար պայմանական, որից այն կողմ հնարավոր չէր ավելի խորացնել հարաբերությունները, որտեղ ըստ էության, եթե ԱՄՆ տրամաբանությամբ ամենը դիտանկյունից նայեն, իրենք ունեն մտահոգություն, որ կարող է փոխանցվի ինչ-որ մի այս պարագայում Հայաստանին որևէ տեղեկատվություն, որ եւ որպեսզի Հայաստանը ըստ էության միակ պարտավորությունը պայմանական կամ չակերտավոր դա նա է, որ այդ տեղեկատվությունը Հայաստանը պարտավորվում է կամ այն պետությունը, որը կստորագրի, երրորդ այլ պետության չի փոխանցի։ Ըստ էության հիմնական մտահոգությունը ԱՄՆ-ի դա է եւ բնականաբար այն ռազմավարական դիտանկյունը, որ ԱՄՆ-ն ունի կամ չունի։ Այս պարագայում նշանակում է, որ ունի։ Հետևաբար այո, դա դրական է, որովհետև աշխարհում շատ պետություններ չկան խաղաղ ատոմի զարգացման եւ առաջատար պետություններ, դրանք Ռուսաստանի Դաշնությունն են, ԱՄՆ-ն են, Ֆրանսիան է, Չինաստանն է, հիմա մի փոքր պայմանական մրցավազքին միացել է Հարավային Կորեան, բայց ինքը ըստ էության արևմտյան տեխնոլոգիայի, հիմնականում ԱՄՆ տեխնոլոգիայի հիման վրա իր մոտ զարգացնում է, բայց շատ հեռու է ինքը հասնելու անգամ Չինաստանի այս պահին։ Հետևաբար հիմնական այդ 4 պետություններից որևէ մեկի հետ խորքային համագործակցությունը մենք ունենք բավականին խորքային համագործակցություն Ռուսաստանի Դաշնության հետ այդ ոլորտում, Ֆրանսիայի հետ ունենք բավականին խորքային համագործակցություն եւ հիմա ԱՄՆ-ի հետ ունենք այդ հնարավորությունը։ Հետևաբար դա միայն դրական է։ Տեսեք, եթե դիտարկում ենք միջուկային խաղաղ պայմաններում միջուկային էներգիայի օգտագործումը էլեկտրաէներգիայի համատեքստում, Հայաստանի Հանրապետությունում ատոմակայանի առկայությունը մեզ համար կենսական է էներգոհամակարգի անվտանգության, կայունության պահպանման համար, էժան էլեկտրաէներգիայի ապահովման համար, թե ամեն դեպքում առաջնային այստեղ աշխարհաքաղաքական գործոնն է, որը մեր ատոմակայանը Հայաստանին դասում է, այսպես ասած, ատոմային միջուկային պետությունների շարքին, խաղաղ նպատակներով իհարկե։ Բնականաբար ձեր վերջի նշած գործոնը կա, քանի որ դա շատ հեղինակավոր ընտանիք է, ես դա ինքս իմ աչքով տեսել եմ 2024 թվականին Սոչիում, երբ որ կազմակերպվեց Ատոմ Էքսպո 2024-ը, թե երբ որ ասում էինք մենք Հայաստանից ենք, Հայաստանի ներկայացուցիչները ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարի տեղակալները ինչպիսի վերաբերմունք ունեին, այսինքն երբ որ դա միայն խոսքի մակարդակով մեզ պատմում էին, այդ թվում մասնագետներին կոնկրետ բaragայում ինձ, ես մտածում էի, հավատում էի, բայց մի տեսակ չէի տեսել իմ աչքով, սպառզով ասած։ Ես իմ աչքով տեսել եմ, թե ինչպիսի վերաբերմունք կա Հայաստանին, որովհետև մանավանդ ներկայումս ՄԱԳԱՏԷ-ում իմ տեսածով բավականին լավ մասնագիտական այդ ամեն ինչը պահպանվել է, սկսած գլխավոր քարտուղարից, գլխավոր տնօրենից մինչև մնացած ամբողջ կազմը այն մարդկանց ում ես որ առիթ եմ ունեցել շփվելու կամ ծանոթանալու, իրենք գիտեն Հայաստանին ոչ թե վերջի մի քանի տարիների, այլ գիտեն Հայաստանին 77 թվականից, 95 թվականից, որովհետև դա նաև մեծ ակնածանք է ՄԱԳԱՏԷ-ում, որ Հայաստանը ինչ-ինչ պատճառներով փակելուց հետո վերագործարկել է, պատմության մեջ չկա նման այլ պետություն, նման այլ դեպք, որ կարողացել է փակելուց վերջնական ըստ էության կոնսերվացնելուց հետո վերագործարկել կայան, բավականին դժվարություններով, դա ի պատիվ նաև մեր մասնագետների, բնականաբար ՄԱԳԱՏԷ-ի աջակցությունը կա։ Գալով արդեն էներգետիկ անվտանգության եւ էլեկտրաէներգիայի տրամաբանության տեսանկյունից մի ձևակերպումով հետո դա կբացենք, բնականաբար որպեսզի ավելի բարձր լինի, ատոմային էներգետիկային աշխարհում ներկայումս այլ ընտրանք չկա։ Ասեմ ինչու, որովհետև խոսքը եթե մենք խոսում ենք կայուն զարգացման, կայուն էներգիայի, երբեմն բարձ խոսակցական լեզվով նաև ասում են տատանումներ մնացած, երկու տեսակ, երրորդին էլ կարելի ավելացնել 3 տեսակ ավանդական կայաններ, ատոմային էլեկտրակայան, ջերմային էլեկտրակայան եւ մեծ հողմային կայաններն են, որոնք ապահովում են այդ կայունությունը բոլոր իմաստներով։ Հողմայինի մասով որոշակի վերապահում կա որոշ մասնագիտական շրջանակում, որովհետև ինքը միշտ չի որ կայուն է, որոշակի կախվածություն բնական վիճակից, այսինքն եղանակային պայմաններից այնուամենայնիվ ունենք։ Ջերմային էլեկտրակայանների պարագայում եւ ատոմակայանների պարագայում նման հարց չունենք։ Այնտեղ նեղ մասնագիտական հարցեր կան, ռեակտիվ հզորություն եւ այլն, որը որ միայն կարող են ապահովել այդ գեներատորներով աշխատող կայանները։ Հիմա բնականաբար եթե ընտրենք ջերմային էլեկտրակայան թե
ատոմային կայան, այլընտրանքը բնականաբար ատոմակայանն է։ Դա կայուն էներգիայի տեսանկյունից։ Ես շատ չեմ կենտրոնանում, սա կգնի էժանության մնացածի հետ կապված, ես հասկանում եմ, որ դա սոցիալական կարևոր բաղադրիչ է։ Այո, էժան է ներկայումս, բայց էներգետիկ անվտանգության, էներգետիկ փորձագիտական տրամաբանության մեջ առաջի հերթին պետք է ապահովենք համակարգի կայունությունը։ Այստեղ մի կարևոր դետալ նաև որ 2022 թվականին Եվրահանձնաժողովի որոշմամբ ատոմային էներգետիկան ճանաչվել է կանաչ։ Մինչ այդ տարբեր մանիպուլյացիաներ կային դրա հետ կապված, որ վտանգավոր է եւ այլն, բայց 22 թվականին հայտնի տաքսոնոմիայի որոշման մեջ հստակ նշված է, որ գազային ուղղությունը անցում դեպի կանաչի ապահովելու է գազայինի միջոցով։ Իսկ ատոմայինը դա կանաչ է։ Հանուն արդարության ասենք, որ այդտեղ նաև օբյեկտիվ պատճառ կար, սկզբից ծրագիր ուներ Եվրամիությունը շատ արագ անցնել ջրածնային էներգետիկայի, որը որ բնականաբար շատ թանկ էր ստացվում եւ ռուս-ուկրաինական կոնֆլիկտով պայմանավորված ըստ էության գրեթե կանգնած է, որովհետեւ հիմնական համագործակցությունը Ռուսաստան-Գերմանիա էր, հիմա դա չկա, որտեղ որևէ պետություն միայնակ չի կարողանալ այդ ամեն ինչը միայնագործարկի, հետևաբար ատոմայինին ըստ էության ներկայումս ստացվեց այլընտրանք չկա։ Ու հիմա ամբողջ աշխարհում հսկայական նոր թափ է ապրում ատոմային էներգետիկան, ինչպես ասում են, ռենեսանս է ապրում։ Նույն ԱՄՆ-ում հիմա որ հետևենք, մի պահ իրանց մոտ եւս ստագնացիա կար, այնտեղ էլ ինչ որ կանաչ շարժումներ եւ այլն, հիմա Թրամփը ամբողջությամբ վերանայում է կարգավորումները նախ, որովհետեւ գաղտնիք չի, որ Թրամփի ադմինիստրացիան առանձնապես կանաչ օրակարգով չի տառապում, ասած ձևակերպենք, հետեւաբար իրենք ավելի կայուն տրամաբանությամբ են դիտարկելու ու հսկայական իրենց գլխավոր կառույցը ատոմային էներգետիկա Westinghouse-ը մոտ ապագայում կարծում եմ լուրջ հայտ կներկայացնի, ինչպես ունեցել է տասնամյակներ առաջ այդ ամեն ինչը ամբողջ աշխարհում բոլոր միգրացիաներում Հայաստանի համար դա եւ անվտանգային հովանոց է եւ կայուն էներգետիկա եւ ըստ էության տարածաշրջանում եթե խոսում ենք հարավային Կովկաս տարածաշրջանի նկատմամբ միակ պետությունն է որը ունի գործող եւ ասացի վերագործարկված, որը մեծ առավելություն է, դա մեծ փորձ է։ Եթե խոսենք ավելի մեծ տարածաշրջանի տրամաբանության մեջ, մեր հարևաններից միայն Իրանն է, որ գործող ատոմակայան ունի, Թուրքիայում կառուցվում է, դեռևս չի ավարտվել Ակոյի կայանը, Թուրքիան ունի նաև ծրագիր Սևծովի ափին, Ակոյուն միջերկրականի ափին է, Սևծովի ափին եւս սկսել, բայց դեռևս այնտեղ չի մեկնարկել, կարծես թե այնտեղ եւս Ռոսատոմն է միջանոց իրականացնելու։ Եթե ավելի մեծ տարածաշրջանով դիտարկենք, ասենք մեզ միացնենք Կենտրոնական Ասիան, ապա այնտեղ որևէ պետություն այս պահին չունի։ Ղազախստանը առաջիկայում կսկսի, արդեն ընտրված է կապալառուն, այսպես ասած, Ռոսատոմն է լինելու եւ ռուսական տեխնոլոգիայով ամբողջապես կառուցվելու է, այնտեղ իրանք հանրակրվե անցկացրեցին եւ այլն, հիմա այդ կարգավորվել է։ Հաջորդ պետությունը Ուզբեկստանն է լինելու, որը որ երկու տեսակ կայան է կառուցել միանգամից նույն հարթակում։ Մեկը ավանդական 1200 մեգավատ հզորությամբ, ատոմական չունեցող պետություն իդեպ առաջի անգամ։ Եվ դրա կողքը ուզում են նաև մոդուլային։ Դա քաղաքական բաղադրիչ է, ես ձեզ հավաստիացնում եմ, որովհետև քանի որ մոդուլայինի հետ կապված լուրջ մտահոգություններ ունեն մասնագիտական եւ փորձագիտական դաշտը ամբողջ աշխարհում, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ մոդուլայինի մասով որոշակի այսպես ասած քննարկումները ընդլայնվել են, ուզում են դա ընդլայնեն այդ տեխնոլոգիան եւ հենց գրոսի անձամբ ունի որոշակի հակվածություն, որ պետք է այդ ատոմային ընտանիքը մեծացնել, իսկ ատոմային ընտանիքը մեծացնելու համար անհնար է բոլոր պետություններում կամ շատ պետություններում մեծ կայաններ կառուցել, հետեւաբար այն պետությունները, որոնք չունեն, իրանց համար շատ լավ տարբերակ է, ասենք փոքր հզորության մոդուլային կայան, իրենք դառնում են ավտոմատ այդ մեծ ընտանիքի անդամ։ Որը որ հետագայում առաջ ընկնելով կարող եմ կանխատեսել, ես մեծ սիրահար չեմ կանխատեսումների, բայց դա կնմանվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նման մի բանի, այսինքն հիմա 32 պետություն են փաստացի շահագործող պետությունները, որից մեկը Հայաստանն է, հիմա այդպես տարանջատում չկա, Հայաստանը հակառակը բոլոր կառավարման մարմիններում հիմնականում մասնակցում է, բայց եթե արդեն այդ ընտանիքը այսպես ասած ընդլայնվի, օրինակ 10-15 տարի հետո, բնականաբար ասենք 80 պետությունով չեն կարողանալու այդ կարգավորումները իրականացնել, այդ պարագայում իմ կարծիքով կփոքրացվի ընտանիքը եւ խոշոր պետությունները կմնան Ռուսաստան, ԱՄՆ եւ այլն եւ իրանք արդեն կսկսեն որոշել այս ամեն ինչը։ Հետեւաբար Հայաստանը պետք է ես այս ամեն ինչը բերում եմ նրան Հայաստանի համար ինչ կայան է անհրաժեշտ եւ ինչ տրամաբանությամբ է պետք դիտարկել։ Այո, որտեվ մենք եւ
Եվրոպական միության ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նման պարտավորություն է, որ մեր ատոմակայանը պետք է փակվի, գործող ատոմակայանը վերափոխվի, նորը կառուցվի եւ մենք այսինքն պարտավորություն ունենք մեր ատոմակայանը թարմացնելու, նորը ունենալու։ Հիմա այստեղ ձեր երկու տարբերակները բնականաբար շրջանառվում են, ավանդական ատոմակայան, թե մոդուլային, ձեր մասնագիտական տեսակետը ինչին է հանգում Հայաստանի Հանրապետությունը, որ ունի ատոմէներգիայի փորձ եւ ունի ավանդական կայան, այս դեպքում ըստ ձեզ մեր պահանջմունքները բավարարելու համար որն է ավելի նպատակահարմար։ Եթե թույլ կտակ, ես սկսեմ ՍԵՊԱ-ի կետից, որովհետև դեռ հենց ՍԵՊԱ-ի հրապարակումից հետո ձեր ասածը ՍԵՊԱ-ի 42-րդ հոդվածն է, որտեղ անընդհատ տարբեր երկու սենց այսպես ասած քննարկումներ էր գնում, վերջերս եւս հանդիպեցի նման քննարկումների, որ Հայաստանը վերցրել է հրապարտավորություն մեծամոլորակ կայանը փակելու։ Ես կուզենամ, ես կարծում եմ բավականին պարզ անգլերենով էլ այնտեղ գրված է, որ 42-րդ հոդվածում գրեթե բառացի կարող եմ ցիտել, որ Հայաստանը համարժեք վեցամորի կայանի շահագործման ժամկետի ավարտից հետո համարժեք հզորությամբ կփոխարինի։ Դա չի նշանակում առաջինը, որ մեծամորը պետք է փակել, եւ դա առաջերտին համարժեքությունը դա նշանակում է այլ ատոմակայան, որովհետև քննարկումներ կային եւ հիմա էլ մի փոքր կան, որ համարժեքը կարող լինի արևային կամ այլ։ Ոչ թե համարժեքը կիլովատի կամ մեգավատի մասին է, այլ հենց կայանի մասին է խոսքը։ Հայաստանը չի վերցրել այսինքն վերցրել իր պարտավորություն, որովհետև ցանկացած համակարգ, այդ թվում ցանկացած ատոմային կայան ունի մի օր ավարտելու շահագործման ժամկետով ավարտել խնդիր ունենալու է։ Հիմա 26 թվականն է, մենք մի անգամ արդեն 10 տարով երկարացրել ենք 16-26 այդ տրամաբանությամբ։ Մեծ աշխատանքներ 21 թվականին իրականացվեցին, 26-ին եւս մեծ աշխատանքներ են իրականացվելու, որպեսզի հնարավոր լինի մինչեւ 36 թվականը, առնվազն մինչեւ 2036 թվականը գործել գործող ատոմակայանը։ Դա շատ կարևոր է Հայաստանի, մենք խոսեցինք նախորդ հարցերի շրջանակներում, անվտանգային բոլոր հնարավոր ասպեկտներով դա անչափ կարևոր եւ էներգետիկա անվտանգության եւ ազգային անվտանգության տրամաբանության մեջ։ Այսինքն մեծամորի կայանը ոչ շուտ քան 2036 թվականը չի կարող փակվել։ Ինչ վերաբերվում է հնարավոր տարբերակներին, այո, զուգահեռ պետք է իրականացվի նոր կայանի հետ կապված որոշում եւ արդեն իրականացում։ Հայաստանը ինքը պետք է հասկանա ըստ իս իրեն ինչ հզորություններ են պետք եւ ինչ տրամաբանական զարգացում է իրեն համար, որտեղ սա ռազմավարական որոշում է, մի փոքր կարող պաթոսային հնչի, մեր ապագա սերունդների համար նաեւ որոշում է, ինչու եմ այդպես ասում, որտեղ կայանի գործող նոր կայանները, նոր նախագծված կայանները առնվազն 100 տարի որոշակի վերականգնման վերանորոգման աշխատանքներով պայմանավորված աշխատելու են։ Այսինքն մենք ըստ էության sense պատկերացրած 1 դարվի համար որոշում ենք կայացնելու առավելապես մեծ խոշոր կայանների պարագայում։ Այդ տրամաբանության մեջ Հայաստանը պետք է հասկանա ինչ հզորություններ են իրան առհասարակ պետք։ Այդ հզորությունները հիմա ներկայիս գործող կայանը 408 նախագծային հզորություն լինի 21 թվականի վերականգնման հիմնաշած աշխատանքներից հետո, վերանորոգման աշխատանքներից հետո հնարավորություն կա եւ հաճախ լինում է մասնավորապես ձմռային եւ ոչ արևոտ օրերին, անբավարար օրերին ընդհանուր 100% բռնվածությամբ աշխատացնել։ Հաշվարկներով ապացուցված է, որ գործող էներգետիկ պահանջարկի տրամաբանությամբ եւ բնակչության բնական աճով պայմանավորված այդ էլեկտրաէներգիայի պահանջարկի տրամաբանությամբ Հայաստանին առնվազն գործող, իսկ իրականում մոտ 1.5 անգամ ավել կամ 600 մեգավատ հզորությամբ նոր ատոմակայան է պետք, կամ էներգաբլոկ է պետք։ Հիմա այդ գործողի արկա իրավիճակը ասես պատկերավորված պահպանելու համար։ Բայց մենք նախնական մեր զրույցի ժամանակ էլ խոսեցինք տարածաշրջանային ծրագրերի մասին, Հայաստանը իր 2040 թվականը ռազմավարական էներգետիկ ռազմավարության ծրագրով այնտեղ հստակ նշված է ինչպես նոր կայանի մասով Հայաստանը ինքը իր վրա կառավարության որոշմամբ պարտավորություն է վերցրել, որ պետք է նոր կայան ունենա մեծամորից հետո։ Բացի այդտեղ այնտեղ նշված է այդ նույն տրամաբանական կամ այդ նույն կոնտեքստում նաև հյուսիս-հարավ էներգետիկական միջանցքի մասին։ Երբ որ այդ ծրագիրը 15-16 թվականներին գնում եւ հաստատվում էր, ապա երբ որ 21 թվականին վերանայվեց եւ հաստատվեց, երկու պարագայում էլ հյուսիս-հարավի նկատի են ունեցել բնականաբար Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան այդ տրանսպորտային գիծը, որ եթե խոսենք միայն Հայաստանից սկսած, դա նշանակում է Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծեր։
Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գիծը, ավելի պարզ ասած, մեկնարկել է անհիշելի ժամանակներից եւ դեռևս չի ավարտվել։ Ինքը երկշղթագիծ պետք է լինի, այս տարի մի շղթան վերջապես կհանձնվի շահագործման, բայց դա բավարար չի այն պոտենցիալի համար, որ մենք արդեն հիմա անգամ ունենք։ Եթե ամբողջապես դա հանձնվեց շահագործման, իմ կարծիքով լավագույն դեպքում 2028 թվականին Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի մատակարարումները կարող են եռապատկվել։ Ես ինչու եմ հատուկ ասում Հայաստանից Իրան, որովհետև եթե չունենք վթարային իրավիճակներ, մենք չունենք կարիք Իրանից էլեկտրաէներգիայի մատակարարման, հետևաբար դա ոչ միայն քաղաքական իմաստով է կարևոր, որ ասենք Իրանը պատրաստ է, այլ նաև տնտեսապես հիմնավորված է, որովհետև Իրանի տարածքը պատկերացնում ենք եւ Իրանի հյուսիսային հատվածներում Իրանին ավելի ձեռնտու է տնտեսապես Հայաստանից էլեկտրաէներգիա ներկրել, քան ասենք իր կենտրոնական հատվածներից կամ հարավային հատվածներից այդ նույն էլեկտրաէներգիան մատակարարել։ Դա տեխնիկապես, տնտեսապես եւ քաղաքականապես հիմնավորված ծրագիր է, որ պետք է օր առաջ ավարտել։ Դեպի Վրաստան համանման ծրագիր եւս կա, բայց դեռևս դա չի էլ մեկնարկել, 3 տրանշ է կարծեմ, եթե չեմ սխալվում, երկուսի մրցույթները կամ ավարտվել են կամ ավարտման փուլում են, երրորդը չի կայացել։ Դա եւս նշանակում է արդեն Վրաստանի պարագայում հաշվի առնելով որ Վրաստանը կապված է Ռուսաստանի հետ, Ադրբեջանի հետ, փոխոսքերի մասին կարող խոսք գնալ շուկայի ազատականացման տրամաբանության մեջ, բայց տարիների վեր, այդ թվում օրինակ նախորդ տարի այնուամենայնիվ դրական է մեր սալդոն, այսինքն մենք ավելի շատ ենք ներողություն Վրաստան էլեկտրաէներգիա մատակարարում, քան իրենք մեզ։ Հետևաբար մեզ եւս ձեռնտու է այդ օր առաջ իրականացնել։ Հյուսիս-հարավի տրամաբանության մեջ մեկ այլ ճյուղ է ավելացել մեզանից անկախ պայմաններում, դա Սևծովի հատակով հայտնի Մալոխի ծրագիրը, որը ըստ էության աշխարհագրորեն էլի հյուսիս-հարավի տրամաբանության մեջ է ընկնում, որովհետև այդ ամեն ինչին գումարվում են նաև Հնդկաստանի ծրագրերը, որ ուզում է իր նավահանգիստներից Մումբայից, Չաբահարով միանալ Սևծովին, ու իրանք դիտարկում են Հայաստանը որպես կարևոր գործոն կամ բենեֆիցիար է տրամաբանության մեջ։ Այստեղ կարևոր է հասկանալ այդ ծրագիրը Սևծովի հատակով ծրագիրը, որը նշանակում է էլեկտրաէներգիայի տեղափոխում հարավային Կովկասի երկրներից դեպի Եվրոմիության երկրներ։ Այստեղ կարևոր մի դետալ կա, որ իրենք նշում են այդ ծրագրում հստակ գրված է, որ դա պետք է լինի կանաչ էներգիա։ Այսինքն կանաչ էներգիա կա անկալում արև, քամի, հողմա մնացած բաներ, բայց մենք խոսեցինք, որ նաև ատոմայինն է արդեն կանաչ։ Հետևաբար տարածաշրջանում օբյեկտիվ բացի Հայաստանից այս պահին այլ պետություն, որը որ կարա իրական էլեկտրաէներգիայի մատակարար լինի դեպի իմ նշած ուղղություն, այս պահին չկա։ Հենց այդտեղից է ուզում գայի։ Ես ավարտեմ ու ասեմ ինչու, որովհետև շատ կարևոր է, որ Ռուսաստանի հարավային շրջանները կամ հյուսիսային Կովկասի շրջանը եւս մեծ էներգիայի պահանջարկի խնդիր ունեն եւ օրինակ նախորդ տարի 2024-25 թվականներին Ռուսաստանը ստիպված է եղել էլեկտրաէներգիան Ղազախստանից ձեռք բերել եւ այդ տարածաշրջաններին մատակարարել, որովհետեւ Աբխազիայում խնդիր կար, ինքը Աբխազիային մատակարարեց, այդ տարածաշրջանները մնաց առանց էլեկտրաէներգիայի։ Հետևաբար Հայաստանը այդտեղ եւս կարող է իր դերը կարևոր խաղալ։ Այսինքն Հայաստանը իմ կարծիքով գտնվում է, ես բոլոր ոլորտներում եմ կարծում որ գտնվում է, բայց էներգետիկայի մասնավորի գտնվում է մի կարևոր սահմանագծված կամ ջրբաժանում, որը աջ կողմը կամ պայմանական մի կողմը դեպի անդունդն է, մյուս կողմը հակառակը մեծ եւ լուրջ զարգացումն է, կարա լուրջ ոչ միայն տարածաշրջանային, այլ շատ մեծ գործոն դառնալ։ Շատ բարդ եւ լուրջ աշխատանք է ոչ միայն էներգետիկների, այլ նաեւ դիվանագետների համար, շատ դժվար, բայց հնարավոր։ Իմ կարծիքով մենք չունենք միջին տրամաբանություն, մոտ լինելու է կամ շատ լավ, կամ վատ։ Հուսով եմ լավ սցենարով կգնանք։ Վերադառնալով դիվանագիտությանը եւ գալով Սևծովյան էլեկտրական մալոխի խնդրին։ Ինչպես ասացիք, տարածաշրջանի միակ պետությունը, որի էներգոհամակարգը բավականացնում է էլեկտրաէներգիայի մատակարարման համար Հայաստանն է։ Բայց կարծես թե Սևծովյան տնտեսական մալոխից, Սևծովյան էլեկտրական մալոխի ծրագրից փորձում Հայաստանին դուրս դնել։ Ճիշտ է, ընդհանուր ծրագրի մեջ խոսք գնում է հարավային Կովկասի երկրների մասին եւ այլն, բայց գոնե կարծեմ հիմա տեխնիկատնտեսական հիմնավորումների փուլում ենք, չէ՞, դեռ գտնվում։ Ամեն դեպքում ըստ էության Ադրբեջանը փորձում է Հայաստանին դուրս թողել այդ ծրագրից եւ աբսուրդն էլ կայանում է նրանում, որ միակ պետությունը, որ իզորու է էլեկտրաէներգիա արտահանել Հայաստանն է։ Ինչ իրավիճակ ունենք այստեղ։ Ես կասեի ավելի դիվանագիտորենից կգայի ավելի պարզ
տրամաբանությամբ կասի, այսինքն Ադրբեջանը ոչ թե փորձում է, Ադրբեջանը արդեն դա իրականացրել է, բայց Ադրբեջանը դա միայնակ չէր կարող անել, որովհետև մյուս իրականում այդ ծրագրի հիմնական շահառուն Եվրամիությունն է, ոչ թե Ադրբեջանը կամ այլ պետություն, հետևաբար մեր հիմնական գործընկերը կամ մեր հիմնական դիվանագիտությունը, ինչպես դուք եք ասում, պետք է արվի Եվրամիության երկրի եւ կոնկրետ Եվրահանձնաժողովի, ես ավելին ասեմ, ես դա ընդհանուր Global Gateway այդ մեծ դարպասների մի մասն է եւ Global Gateway եւ մասնապես այդ ծրագրի անձնապես Ուրսուլա ֆոն դեր Լայնը ներգրաված է, այսինքն դա ոչ միայն իր գաղափարն է, այլ ինքը անձնապես ներգրաված է եւ ես գիտեմ, որ հայաստանյան պաշտոնյաները բարբերաբար առաջի դեմքի մակարդակով անգամ երբ որ գնում են այդ թեման բարձրաձայնում են աջողությունների մասով բան չեմ կարող ասել, բայց գիտեմ որ քննարկումներ կան արդյունքների մասով բան չեմ կարող ասել։ Ինչ վերաբերվում է մեզ դուրս թողնելուն եւ այլն, դա հենց առաջի օրվանից, երբ որ պաշտոնական մեկնարկեց, նախ բուկլետում այդ ծրագրի 3 դրոշները, 3 պետությունների դրոշները կա։ Այսինքն եթե շատ ֆորմալ ենք խոսում, Հայաստանի ծրագրի մասը մինչև հիմա, բայց եթե խոսում ենք արդեն պրակտիկ, գործնական տեսանկյունից 2022 թվականի դեկտեմբերի 17-ին Ադրբեջանը Վրաստանը մի կողմից եւ Ռումինիան, Հունգարիան, եթե չեմ սխալվում Բուլղարիան ստորագրեցին այդ տեխնիկատեսակ ծրագրի մեկնարկը ազդարարեցին եւ տեխնիկատեսական մեկնարկի մասին ազդարարեցին, բայց իրականում մեկնարկը եղել է գործնականորեն այդ հետազոտությունների 24-ի վերջ 25-ի սկզբից, ինքը շատ դանդաղ է ընթանում իրականում, բայց այնուամենայնիվ ընթանում է։ Հետևաբար ես ամբողջապես հույսը այդ ծրագրի վրա չէի դնի, բայց դա շատ կարևոր է, որտեղ Հայաստանի համար այդ ծրագիրը ոչ միայն կարևոր է էլեկտրաէներգիայի վաճառքի բարձրացով ասած համար, այլ նաև այդտեղ նախատեսված է օպտիկական մալոխի անցկացում, իսկ Հայաստանի ընդհանուր անվտանգային տրամաբանությամբ կարծում եմ դա ավելի կարևոր է։ Իսկ Ադրբեջանը ինչպես է լուծել այդ հարցը, քանի որ այդ մենք խոսեցինք, որ այդ ծրագիրը ոչ թե ուղղակի էլեկտրաէներգիայի տեղափոխում կամ վաճառքի Եվրամիության երկրներ, այլ կանաչ էներգիայի։ Քանի որ Ադրբեջանը չունի այդ հնարավորությունը, այդ արտադրությունը կանաչ էներգիայի, ինքը 90 եւ ավելի տոկոս անգամ հիմա հիմնական իր արտադրությունը հանածով առելիքներից է։ Ցավոք սրտի Արցախի պատերազմից հետո իսկ Արցախը գիտենք, որ հարուստ է եւ ջրային եւ ոչ միայն արևային նաեւ կանաներով, որտեղ բազմաթիվ հարցեր կային, ինչու այդ թվերին մենք դա չենք օգտագործել, բայց Ադրբեջանը շատ ակտիվ օգտագործում է ներկայումս արաբական համապատասխան կազմակերպության հետ, Մազդարի հետ ավելի կոնկրետ, ինքը մեկնարկել է 25 թվականին գործարկվել է հունիսին, եթե չեմ սխալվում 25 թվականի, կենտրոնական Ասիայի երկրների հետ ստորագրել Ադրբեջանը եւ անգամ ստեղծել են արդեն կազմակերպություն համատեղ Կասպից ծովի հատակով համանման մանուխի տեղափոխման, որտեղ մենք իրար հետ էլ կարծես քննարկեցինք, որ կենտրոնական Ասիայի երկրները ինչպես նոր ատոմակայաններ են իրենց կառուցում, այնպես էլ իրանք եւս հարուստ են եւ հիդրոէներգետիկայի պոտենցիալն են մեծ եւ արևային էներգետիկայի մանավանդ Ուզբեկստանը եւ Ղազախստանը եւ հետեւաբար այդ իրենք ուզում են Ադրբեջանը փորձում է եւ այնց է ծրագրում էլ այդպես գրած է, որ շրջանցելով Հայաստանը կենտրոնական Ասիայի երկրներից Ադրբեջանով եւ Վրաստանով եւ ապա դեպի Եվրամիություն տեղափոխել այդ կանաչ էներգիան, որովհետեւ Ադրբեջանը ինչքան առհասարակ Ադրբեջանի գործոն էներգետիկական իմաստով հորժոջված է, ավելի բարձ բառ հայկական հայացքով չեմ կարող ասել, Ադրբեջանը ունի էներգետիկ պոտենցիալը, որ մեր մոտ կա այդ ընկալումը, առավելևս էլեկտրաէներգետիկական պոտենցիալ։ Հետևաբար այո, Հայաստանը գալով ձեր հարցի սկզբին, Հայաստանը այս պահին դե ֆակտո դուրս է մնացել, բայց անգամ եթե պատկերավոր ասած վաղը չեմ հուսով մեզ ասեն դուք այդ ծրագրի մեջ եք, դա մեզ ոչինչ չի տալու, որովհետև մենք ունենք բազմաթիվ հիմա շատ մոդայիկ է քաղաքական գործիչները տնային աշխատանք տերմինը շատ են սիրում օգտագործել, այդ տնային աշխատանքը մենք անում ենք թե ոչ։ Կարծում եմ բավարար չենք անում, որովհետև միայն ատոմակայանի, գործող ատոմակայանի կամ նոր ատոմակայանի հարցը չի, ենթակառուցվածքների հարցն է։ Հայաստանի գլխավոր խնդիրը այս բան ենթակառուցվածքների ոչ միայն զարգացման, այլ նորի կառուցման մասին է։ Ինչ որ մենք խոսեցինք դեպի Իրան, դեպի Վրաստան, առանց դրանց մենք ոչ Ռուսաստան, ոչ Եվրամիության երկրներ, ոչ մի այլ երկրներ չեն կարող այդ ծավալները ապահովել։ Հետևաբար հզորությունները անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են։ Դրան հաջորդում է ենթակառուցվածքները, դրանք զուգահեռ պետք է ընթանան։ Եվ ես առհասարակ ժամանակի նման սխեմա էի առաջարկում հիմա էլ կարող եմ բարձրաձայնել, որ
նոր ատոմակայանի բանակցությունների ժամանակ ոչ միայն քննարկել կոնկրետ ռեակտորի տիպի հզորության դիզայնի մնացած այդ պոտենցիալը, որտեղ այդ պոտենցիալ պետությունը պարզ է, որ պետությունն էլ որ լինի, գաղտնիք չի, որ լինելու է հզոր պետություններից մեկը։ Դա կլինի ԱՄՆ-ը, Ռուսաստանը, անգամ Չինաստանը, նույն Ֆրանսիան, բոլորն էլ ունեն մեծ պոտենցիալ բոլոր իմաստներով։ Հետևաբար իրանց հետ նաև քննարկվի այդ ենթակառուցվածքային բաղադրիչի զարգացման ծրագիրը, որտեղ դա շատ է դանդաղում, ընթանում է, բայց շատ դանդաղ։ Այսինքն, եթե մենք նաև ես ամբողջապես չավարտեցի այն պատասխանը, հիմա կավարտեմ, ինչ կայանեմ էս պետք։ Ես ինչի այդ ենթակառուցվածքներից խոսում, որպեսզի հասկանանք մեզ ինչ հզորություն է պետք։ Եթե մեզ ոչ մի ենթակառուցվածք չենք կառուցելու, ուղղակի ուզում ենք արկա իրավիճակը պահպանենք, բնականաբար մեծ հզորություններ պետք չեն, այդ թվում ատոմային կայան։ Բայց եթե մենք ուզում ենք այդ ունենք այդ հավակնությունները եւ գործնական քայլեր ենք անում լինել էներգետիկ հաբ, ունենք այդ պոտենցիալ էլեկտրաէներգետիկական հաբ, հավակնոտ է հնչում, բայց հավաստիացնում եմ մանրամասը կարող ենք քայլ առ քայլ ասել, թե դա ոնց է հնարավոր իրականացնել։ Շատ դժվար է, բայց հնարավոր է։ Ապա մեծ հզորություններ են պետք։ Եվ վերջի Հայաստանը ինքը կարծես թե հետ չի մնում կամ չի ուզում հետ մնա այս նոր տեխնոլոգիաներից AI-ի գործարան, data center եւ այլն եւ այլն։ Այդ ամենը եւս էներգատարություն եւ կայուն այո որակյալ էլեկտրաէներգիա, որովհետեւ Մարիվային կայանների հետ կապված իհարկե մենք հիմա ունենք տեղակայված մեծ հզորություններ, բայց չենք կարող այդ կայունությունը ապահովել։ Ես ես հավաստիացնում եմ դեռ որոշ շարքի ժամանակ այդ այդքան գովազդված կուտակիչները եւս չեն կարող դա ապահովել։ Դա թանկության խնդիր կա, օրենքը դեռևս ընդունված չի, Հայաստանը չունի համապատասխան օրենք այդ կուտակիչների մասով։ Կարող այս տարի կարծում եմ մինչև խորհրդանակ ընտրությունները դա կընդունվի, բայց այնուամենայնիվ բազմաթիվ տնային աշխատանք ունի Հայաստանը անելու, որովհետև եթե այդ չարվեց, իմ խոսքը ուղղակի գեղեցիկ բարերի շարան է, բայց եթե այդ ամեն չարվեց, դա կարող է իրական ռազմավարական երկարաժամկետ ծրագիր դառնալ։ Ուրեմն ես ոչ որպես բնականաբար մասնագետի հայացքով, մարդ որ այս ոլորտից շատ բան չի հասկանում, կողքից երբ որ նայում եմ, ես քննարկում եմ, իմաստը տպավորություն է ստեղծում, թե Հայաստանի վերականգնող էներգիայի, էլեկտրաէներգիայի ոլորտը, մասնավորապես արևային էներգակայանները որոշակյորեն արդեն խնդիրներ են ստեղծում էլեկտրահամակարգի կայունության առումով։ Որոշակի չէ, ավելի մեծ խնդիրներ է ստեղծում։ Ու այդ խնդիրները որպես ոչ մասնագետ նուրբ եմ արտահայտում։ Դուք դիվանագիտորեն եք արտահայտվում, բայց իրականում եթե ավելի բան մենք այդ մասնագիտական հանրույթը դասգուշացրել էր այդ խնդիրների մասին, որովհետև եթե հղում անենք էլի պաշտոնական փաստաթղթերին, նույն ռազմավարական ծրագրով նախատեսված էր մինչև 2040 թվականին, որ մինչև 2030 թվականը Հայաստանի Հանրապետության էներգետիկ բալանսի 15%-ը պետք է լինի արևային։ 2025 թվականին մենք արդեն 17% ենք ունեցել։ Այսպես ասած, խորհրդային միության, խորհրդային պահեստապետի տրամաբանությամբ դա շատ լավ է, որովհետև մենք գերակատարում է։ Այո, գերակատարում ենք ապահովել, բայց եթե նայում ենք ավելի ռացիոնալ տեսանկյունից, մենք ունենք մեծ խնդիր։ Մենք ունենք ավելցուկ արդեն ունեինք մինչև այդ անգամ այդ կայանները եւ համակարգի կայունության խնդիր կա։ Իսկ մինչև այդ կա այնպիսի կարգավորումներ, որ պետությունը ինքն իր համար վերցրել, որ պարտավոր է մինչև հիմա այդ գործում են այդ կարգավորումները, որ արևը ինչքան արտադրեց, այդքան պետք է առնեն եւ այլն եւ այլն։ Եվ մենք ունենք մեծ խնդիր ջեկեր անջատելու Երևանի ջեկը լինում է ամիսներով չի աշխատում, Երևանի երկու ջեկերը ավելի կոնկրետ, իսկ իրանք բավականին ժամանակակից ջեկերն չի կարելի դա չաշխատի։ Ատոմակայանը մենք դա մասնագետներս վաղուց գիտեինք, բայց չէինք հրապարակում, բայց քանի որ արդեն Պաշտոնյանները ասում են, ես էլ կարող եմ արդեն ինձ թույլ տամ ասել, ատոմակայանը երբեմն իջացվում է անթույլատրելի բեռնվածությունների, որը որ չի կարելի։ Ու մենք մեր ձեռքով մեզ համար խնդիրներ կարող ենք ստեղծել ու դրան պետք է շատ զգույշ լինել ու զգոն լինել, չի կարելի ուղղակի նման բան անել։ Եվ այստեղ պետական ինչ միջամտություն ապրել։ Մեզ եւ կա այդ որոշումը կա արդեն, հիմա լավ չեմ հիշում փետրվարի 1-ից թե մարտի 1-ից գործելու է նոր կարգավորումներ, որ արդեն տարեկան վերահաշվարկի փոխանեն մտնելու է ամսական վերահաշվարկը, որը որ ըստ էության նոր տեղակայվող արևային կայանների սեփականատերին այդքան է ձեռնտու չի լինելու, որովհետև եթե չօգտագործեցին այդ ամսում, իսկ հիմնականում բնակիչները ինչպես էին անում, կամ մենակ բնակիչները չէ, բոլոր տեղակայվածները ամառային ամիսների կուտակված էլեկտրաէներգիան բնականաբար հիմնականում ամառն արտադրվում, իրենք ձմռանը փորձում են օգտագործել այն նոր տարվա մեծ ծախսերի ժամանակ, դեկտեմբեր, հունվար այդ ամիսների ժամանակ այլ վառելիքներից գազից կամ այլ վառելիքների փոխարեն այդ
պայմանական ասած այն պարտքը, որ իրենք կամ այն դեպոզիտը, որ թողել էին հեծում, փորձում են դեկտեմբեր-հունվար ամիսներին վերցնել։ Ու դա հսկայական խնդիր է առաջացնում կարգավարական իմաստով։ Ու դրա պատճառով է նաև, որ համակարգը անջատվում են որոշ ավանդական կայաններ եւ այլն եւ այլն։ Եվ այս համատեքստն ու նաև Իրան Հայաստան էլեկտրահաղորդման գիծը որ առաջ ավարտելը շատ կարևոր է։ Հետևաբար մենք հաճախ որպես դրական է նշվում է արևային զարգացումը ու հիմնականում շեշտադրում է արվում որպես դիվերսիֆիկացիա։ Դիվերսիֆիկացիան երկու հիմնական հասկացողություն կա։ Մեկը քաղաքական, որին ես չեմ անդրադառնա, եւ մասնագիտական, էներգետիկ եւ տեխնիկական։ Ես վերջորին հաճախ եմ ասում, դու շատ կարևոր է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը տեխնիկական եւ էներգետիկ իմաստով ամենադիվերսիֆիկացվածն է աշխարհում։ Դիվերսիֆիկացներից մեկն է, ավելի հստակ ասեմ, որովհետեւ մարդկությանը հայտնի բոլոր արևային էներգիայի պարները Հայաստանում կան, եւ հողմային, եւ հեկեր, եւ ատոմային, եւ բոլորը ոչ միայն օղակի ներկա են մեր համակարգում, այլ գործում են։ Հետևաբար խոսել Հայաստանի էներգետիկ համակարգի էներգետիկ, տեխնիկական իմաստով դիվերսիֆիկացիայի մասին, հակառակը հիմա մենք այնպեսի մի հատվածում ենք, որ չի կարել պետք է արդեն զգուշ լինել, որ այդ նուրբ գիծը չանցնենք, որովհետև եթե որևէ մեկին կարևորություն տանք, այդ փխրունությունը կքանդվի, փխրունկայունությունը։ Եվ հիմա մեկ այլ սադրիչ հարց։ Շատ է քննարկվում երկրաջերմային էներգիայի օգտագործումը։ Ասեն Հայաստանը այս ոլորտում նախ խնդրեմ երկու բառով հեռուստադիտողների մասնագիտորեն բացատրել։ Ինչ է իրենց ներկայացնում երկրաջերմային էլեկտրաէներգիայի ստացումը, արդյունահանումը եւ այստեղ մենք հնարավորություններ ունենք թե չէ։ Որովհետեւ մեր գիտական կամ մեր մասնագիտական տեքստերում սրա մասին շատ խոսք կա, բնականաբար մասնագիտական տեքստեր հատուկ չեմ նայել։ Թեմա ձեր կարծիքը շատ է։ Հայաստանի մասով եք դուք հանդիպել։ Հայաստանի մասով ես երկրաջերմայինի մասով լուրջ էներգետիկ պոտենցիալ արտադրական նշանակության մենակ մեկ կայան կար Սյունիքում, այո, Սիսիանի տարածաշրջանում Ջերմախբյուրի շրջանը հիմա հայտնի հանգամանքներով պայմանավորված դա իմ հնարավոր չի շահագործել, բայց դա բավականին թանկ է եւ ես մասնագիտական իմաստով մեծ նախապատվություն Հայաստանի համար ես չէի տա։ Ըստ էության մենք չունենք այն անգամ որևէ համատության եզր չկա ոչ Իսլանդիայի նման պետության, ոչ ասենքն անգամ Ֆինլանդիայի հետ մենք այդ եզրերը չունենք, Ֆինլանդիայում եւս դա լայնորեն օգտագործում է։ Ասենք կարող են ինչ-որ անհատական լուծումներ լինել, բայց մեր խնդիրն է մասնագետների, նաեւ կարծում եմ մեր քննարկման նպատակներից մեկը նա է, որ համակարգային լուծումների տեսանկյունից Հայաստանը չունի այդ երկրաջերմային պոտենցիալը, այսինքն Հայաստանի Հանրապետությունը չունի։ Միգուցե Արցախում հիմնականում Քարվաճարի շրջանում այդ հնարավորությունը կար, բայց դրա համար լուրջ հետազոտություններ էին պետք, որը ես չեմ տիրապետում արվել են թե չէ, դա ուղղակի առաջի հայացքով, այսպես ասած, կարող է լինել հաշվի առնելով այդ աշխարհորեն մոտիկ լինելը ջերմուկին եւ այլն, բայց ջերմուկում եւս չկա այդ հնարավորությունը։ Միգուցե այդ ջուրը, տաք ջուրը աղվերանում, հանքավանում, ջերմուկում, քաղաքական տարածաշրջաններում եւ արտադրական նշանակության կայաններ, որը որ կարա համակարգի միանա, ես չեմ տեսնում ու այն ծախսը, որ դա կառաջացնի, հիմա նպատակարար չի, արկա պոտենցիալը ավելի լավ է օգտագործվի։ Հիմա վերադառնալով մոդուլային թե ավանդական խնդրին, հիմնական տարբերությունները սրանց բացի հզորությունները, բացի հարստացված ուրանի մակարդակը, այսինքն նպատակահարմարությունը ի՞նչն է, այսինքն եթե պետությունը պետք է որոշի ընտրում է ավանդական կայան, թե ընտրում է մոդուլային կայան, ինչը պետք է հաշվի առնի։ Որտեղ մոդուլայինները կարծես թե հայտնի էին եւ մեծ պետությունների դեպքում, երբ որ խոշոր խիտ բնակեցված շրջանների համար պետք է էլեկտրոէներգիայի հարց լուծել, դրա համար մոդուլայինները ոնց որ ավելի նպատակահարմար էին։ Մոդուլայինների առհասարակ մոդուլայինները նորություն չեն առհասարակ, խոսքը դրա մասին չէ, խոսքը նրա մասին է քաղաքացիական նպատակներով մոդուլայինների գաղափարը իհայտ է եկել երկու գլխավոր այսպես ասած պատճառով։ Մեկը մի խումբ պետություններ, կարող երկու խումբ պայմանական բաժանենք պետությունների։ Մի խումբ պետությունները Ռուսաստանի, Կանադայի, ԱՄՆ-ի կամ Չինաստանի նման մեծ տարածքով մեծ պետություններն են, որոնք որքան էլ զարգացած են իրենց ենթակառուցվածքները, այնուամենայնիվ ունեն որոշակի տարածաշրջաններ, որտեղ ապահովված չի բավարար մակարդակով ենթակառուցվածքներով, այդ թվում էներգամատակարարման խնդիրներ։ Նախկինում դա արվում էր հիմնականում դիզելային գեներատորներով, որը որ շատ ծախսատար է ու կայուն չի։ Հիմա դա իմիջիայլոց Ռոստովում է առաջին այդ գաղափարի այդ եկել ու Ռոստովում դա փորձարկվել է, դա մի քանի տասնամյակ առաջ, բայց չի զարգացել լուրջ։ Այդ ժամանակ
իրենք որոշվեց, այսպես ասած, արդեն ավելի կոնկրետ եւ քայլերի գնացին 2015-16 թվականներից սկսած, որ արդեն առարկայական էր, այլ քննարկումներ չէին միայն։ Մենք դրա պատճառով նաև Հայաստանում անհասկանալի հայտարարություններ էինք լսում որոշ քաղաքական գործիչներից, որոնք օրենագիծի հետ ոչ մի կապ չունեին, բայց խոսում էին։ Այդ տեսանկյունից այդ մի խումբ պետությունը Ռուսաստան, իրենք ուզեցին իրականացնել այդ պրոյեկտը։ Երկրորդ եւ այդ դրանից բխեց, երբ որ արդեն սկսեցին, այսպես ասած, քանի որ ու հիմքը վերցրեցին ավիակիրներում, սուզանավերում, ատոմային ավիակիրներում, սուզանավերում այդ տեխնոլոգիան։ Իրանք երբ որ սկսեցին այդ հետազոտությունները եւ արդեն գործնական փուլ մտան, իրենք տեսան, որ դա կարող է դառնալ լուրջ նաեւ կոմերցիոն գործիք, ու արդեն սկսեցին, այսպես ասած, PR-ը իրականացնել ու այն առաջի հերթին առաջարկել այն պետություններին, որոնք չունեն այդ տեխնոլոգիան, խաղաղ ատոմի տեխնոլոգիան, բայց օրինակ ունեն բավական լավ ֆինանսական հնարավորություններ, օրինակ Արաբական Միացյալ Էմիրությունները եւ այլն, հիմա Էմիրությունները ունի ատոմակայան ու ավանդական իդեպ, ու շատ հզոր, կորեական, բայց այն ժամանակ իրենք եւս հետաքրքրված էին իրենց առաջարկել։ Այդ երկրորդ խումբն էր, այսինքն առաջի խումբը հզոր պետությունները, տարածքով մեծ պետությունները, որոնք ուզում էին ապահովել, դա է նաեւ դրա համար է նաեւ որ Ռուսաստանում առաջի քաղաքացիական նշանակության մոդուլային կայանը դա լողացող ադմիրալ Լոմոնոսովի վրա ինքը երկակի, այսինքն եւ փորձնական նպատակով էր եւ արդեն փաստացի օգտագործվում է, եթե չեմ սխալվում, 23 թվականից սկսած Պերեկ քաղաքի որոշակի հարցեր է լուծում հերակա Սիբիրում, այսպես ասած, կամ հերակա Չուկոտկայում։ Մյուսը եւ Չինաստանը նաեւ սկսեց։ Երկրորդ այդ հատվածը, օրինակ ես հատուկ ուզում եմ ասեմ այդ օրինակը, որտեղ նաեւ որոշակի պատկերավորություն կա իմ կարծիքով, Ղրղըզստանը օրինակ, որը որ կյանքում չէր կարծում եմ մտածում այդ հնարավորությունները, որտեղ Ղրղըզստանը ունի այն տնտեսություն ամենայն հարգանքով, որ իրենց պետք կարող լինել ատոմային կոնվենցիոնալ կամ ավանդական, ինչպես դուք եք ասում, կայան, հետեւաբար, բայց հիմա, քանի որ կա այդ հնարավորությունը, անցած տարվա վերջին իրենք հետաքրքրություն են հայտնել պաշտոնապես միանալու իրենց տարածքում նաև հետագայում տեղակայելու իմաստով ռուսական RID ծրագրին, որը որ 50 մեգավատ փոքր հզորության մոդուլայինների մասին։ Այսինքն այդ պետությունները, ես ուղղակի կոնկրետ օրինակներով եմ ասում, նաև որպես հեռուստադիտողին բարձ լինի, հատուկ վավերացական, հատուկ դրական վերաբերմունք չունեմ այս կամ պետության նկատմամբ։ Հայաստանը չունի կորցնելու ոչինչ այդ իմաստով, որտեղ ինքը չի ունեցել ատոմակայան, հիմա էլ չունի, հետեւաբար ինքը կարող է մինչև 2029 թվականը սպասել։ Եվ եթե կստացվի 29-ը չունի, թող 31-ը լինի։ Ես ինչու եմ այդպես ժամանակահատվածների իմաստով ասում, որովհետև երբ որ այդ ծրագրերը նոր էին մեկնարկում, այն ժամանակ եւ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն իրենց վերջնաժամկետները անընդհատ հետաձգում էին։ Օրինակ ինչ որ մի պահի 2026 թիվեր, հետո եւ այլն եւ այլն։ 26 թվականին փաստացի Ռուսաստանը ունի ընդամենը մեկ գործող փոքր կայան, այն էլ ջրի վրա, ոչ ցամաքային։ Չինաստանն այդ իմաստով առաջանցիկ է տեմպերով է, 23 թվականից եւս իրենք ունեն արդեն ցամաքային կայան, եւ 26 թվականի, եթե ոչինչ չխանգարի, Մագատեի բոլոր այդ կարգավորումներով անցել են, լիցենզիան ստացել են, վերջնական փուլում են, 125 մեգավատ հզորությամբ նոր մոդուլային կհանձնեն, 23-ին են հանձնել, հիմա էլ կհանձնեն, ու հեն բանը, ու ըստ էության հիմա այս պահին Հունաստանը բոլոր այդ նշած պետություններից առաջ է մոդուլայինների տեխնոլոգիայով, նաև հաստատի մենք միշտ ասում ենք, որ պետք է շահագործված լինի, որ տեսնենք ինչպես է աշխատում։ ԱՄՆ-ն եւս մի բավականին սկզբից լավ տեմպերով առաջ էր գնում, Այդահոյում Նյուսքելի ծրագիրը հայտնի շատ է վերջերս քննարկվում նաև, որը որ շատ էին կապում Իլոն Մասկի մնացածի հետ, այնքան թանկ ստացվեց, որ իրանք ստիպված են այդ ծրագիրը փակել։ Այսինքն ինքը կիսատ մնաց։ Հետո հաշվի առնելով, բայց դա ավանդական չէր, իրենց ավանդականը Westinghouse-ն է, որի մասին խոսեցինք, Westinghouse-ը հիմա արդեն իրականացնում է, ու Westinghouse-ը արդեն կառուցում են Լեհաստանում, Ռումինիայում, ավանդական կողմը։ Ոչ, մոդուլային։ Ավանդականը այս պահին, ավանդականի իմաստով անվիճելի առաջատար է Ռուսաստանը, որովհետև Ռուսաստանը այս պահին մոտ 18 պետությունում կառուցում է ավանդական կայաններ, Եգիպտոսից մինչև Բանգլադեշ, Իրանից մինչև Բելարուս։ Այդ աշխարհագրությամբ կառուցում է եւ հանձնել է եւ ունենք իրենք հաջողությամբ ավարտված եւ Բելարուսում ծրագիր եւ Իրանում ծրագիր, վերջի տարիների մասին է խոսքը, եւ Նեպալում, այսինքն Ղազախստանից խոսեցինք, Թուրքիայում մի քիչ այլ հարցեր կան, բայց այնուամենայնիվ
այդ տեսանկյունից, եթե ավանդականի տեսանկյունից, ես չգիտեմ Հայաստանին օրինակ ԱՄՆ-ն ինչ է առաջարկել բացի մոդուլայինից։ Ավանդական առաջարկել է թե չէ։ Մենք դիմել ենք, իրենք մեզ չեն առաջարկել, թե չենք դիմել։ Այդ բանակցություններ են որոշակի առումով փակ, հետեւաբար դժվար է ասել, կանխատեսել։ Բայց մոդուլը գալով ավելի կոնկրետ, մոդուլայինների գլխավոր խնդիրը մասնագիտական շրջանակի համար դա իրենց անհայտությունն է, որովհետև որևէ կայան էներգետիկայում առավելես ատոմային ընդունված չի ու չի կարելի առանց փորձառության բերել տեղակայել, որովհետև մենք այդ տեխնոլոգիայի մշակողը չենք եւ հետեւաբար մեզ պետք են այսպես ասած պայմանական երաշխիքներ, ինչ իմաստով երաշխիքներ, որ մենք պետք է տեսնենք այդ կայանը, որ կորոշենք, որ բերում ենք տեղակայում այսինքն առնվազն 2-3 տարի աշխատած լինի X երկրում, այդ X երկրում, այդ մշակող երկրում, այսպես ասած, բնականաբար որոշակի տեխնիկական խնդիրներ պետք է եղած լինեն, այդ խնդիրները ինչպես են լուծվել, որպեսզի արդեն իսկ Հայաստանն ունի այլ առանձնահատկություններ, որոնք շատ երկրներ չունեն, աշխարհագրական դիրքի նկատի ունեմ, լեռնային, հովացման հետ կապված հարցեր կա, որ օրինակ Լեհաստանում այդքան սուր չեն, եւ այլն, բազմաթիվ հարցեր կան, որ առանձնահատուկ լուծում է, անգամ ռուսական մասնագետներ, ռուս մասնագետներ այդքան լավ ծանոթ լինելով մեր համակարգերին, ատոմայինի իմաստով, իրենք եւս իրենց որոշակի դժվարություններ են ունենում երբեմն, որովհետեւ այդ առանձնահատկությունները նաեւ իրենց տարածքներում հաճախ չեն լինում։ Հետևաբար մեզ մասնագիտական շրջանակի մտահոգում է իրենց այդ մոդուլային կայանների անհայտությունը պայմանական ասած կամ բազմաթիվ հարցերի անպատասխան լինելը։ Այդ գլխավոր մտահոգությունն է։ Իսկ ավանդականների մասով մենք ունենք ավելի քան 80 տարվա մարդկությունի նկատի ունեմ շահագործվող կայաններ տարբեր երկրներում մոտ 80 տարի եւ ունենք նաև մարդկության պատմությունը երկու մեծ վթար է տեսել, որը որ բացի չարիք լինելուց մարդկության համար, նաև գիտելիք փորձառություն է տվել, օրինակ Ֆուկուշիմայից հետո Ճապոնիայում բազմաթիվ նոր անվտանգային պահանջներ ավելացվեցին, որ մինչև այդ մարդկանց մտքով մասնագետ մտքով անգամ չէր անցնում։ Բազմաթիվը այդ անվտանգային բաները մի քիչ ավելին են, քան պետք է, բայց այս այն դեպքն է, որ ավել չի լինում ու նաև իմիջիալոց 21 թվականի եւ հիմա այդ վերազինման աշխատանքները, որ մեր կայանում մեծամորում արվելու են, այդ Ֆուկուշիմայի բոլոր կարգավորումները հաշվի պարտավոր է Հայաստանը, բոլոր երկրները թվում Հայաստանը հաշվի առնեն, այլապես մենք լիցենզիան չենք ստանա ԱԳՏ-ի, որ ես ինքս շատ դրական եմ դա գնահատում ու շատ կարևորում եմ առիթ օգտագործելով մեր հասարակությանը հիշեցնենք, թե ԱԳՏ-ի գլխավոր տնօրենը Գրոսին Հայաստանում լինելով, ինչպիսի դրական ձևով արձագանքեց մեր կայանի որակի շահագործման, անվտանգային մնացածի եւ համանման հայտարարություններ արեց նաեւ Բաքվում։ Դա շատ կարեւոր է։ Իսկ հզորության իմաստով, եթե ոչ թե գանք տեխնոլոգիային, այլ հզորությունների, մենք որ պետք է վերադառնանք մեր խոսակցության սկզբին, թե Հայաստանը ինչ ռազմավարական հեռանկար է իր համար տեսնում առաջիկա տասնամյակներում, որովհետեւ հիմա լուրջ չի լինի մասնագիտական իմաստով ես հնչեցնեմ թվեր, օրինակ մեզ պետք է 600, 1200, 2400, որովհետև ես լսել եմ նաև մարդիկ կա, որ ասում են մի խումբ կա, որ ասում է մեծ խումբը ասում են 1200 մեգավատը մեզ համար մեծ հզորություն է, այո, որովհետև դա մեր համակարգի համար դժվարամարս է իրոք։ Պարփակվում ենք մեր մեջ։ Եթե պարփակվում ենք մեր մեջ, դա մեզ համար մեծ խնդիր է, մեծ մարտահրավեր է։ Բայց մարդիկ էլ կան, իհարկե իրենք շատ քիչ են քանակական իմաստով ու հիմնականում ոչ մասնագետներ, ասում են 2200 կարանք մենք ստեղ տեղակայենք, որտեղ սաղ տարածաշրջանին ամբողջ տարածաշրջանին մենք ենք մատակարարելու։ Մի փոքր այդ ռոմանտիզմի եւ երկուսի արանքում է կարծում եմ ճիշտ ընտրությունը պետք է անել։ 1200-ը իմաստ ունի մենակ այն պարագայում, եթե մենք ունենք ստորագրված պայմանագրեր կամ կունենանք ստորագրված պարտավորություններ մեր հարևանների հետ, որոնք իրենց մեզի ձեռք կբերեն։ Եթե չէ, դա իրոք մեծ խնդիր է։ Բայց այստեղ ուրիշ խնդիր կա մոդուլային մասով, երբ որ խոսում ենք օրինակ, որ մեր նոր ռեակտորը, նոր կայանը պետք է լինի ոչ պակաս կամ գործողի հզորությամբ կամ 600-ի գոնե մոտ, մեզ ասում են դե 8-10 հատ իրար կմիացնենք, կդառնա այդ ձեր ուզած հզորությունը։ Դա լավ է հնչում, բայց մասնագետներ կան շատ պատկերավոր են ասում են դու կարգ չի որ տենց ուղղակի միացնենք ու ավելի արագ վազի։ Հետևաբար ես համաձայն եմ այդ դիտարկման հետ, ասինքն եթե մենք մի հատ մոդուլի փորձը չգիտենք, իր լավ կամ վատ, ես չեմ բացանում, որ մեր այս մտահոգությունները այդքան էլ բարձրի տեղին չէին, բայց չմտահոգվելու իրավունք մենք հիմա չունենք։
իսկ հետո առավելևս ով կարող է մեզ բացատրել եւ հիմնավորել, որ այդ 8-10 հատ իրար հետ ոնց են աշխատելու։ Այդտեղ այլ հարցեր են այդ գալու։ Իրանք զուգահեռ են աշխատել, մասնագիտական հարցեր կան, տեխնիկա համակցված եւ այլն, բազմաթիվ շատ չծանրաբեռն են։ Հետեւաբար իսկ ինձ հենց գլխավորապես անհանգստացնում է ես ոչ թե որ մոդուլայինները լավն են, ավատն են, այլ այս հարցերի պատասխանների չլինելն է կամ լիարժեք չլինելն է, որ անհանգստացնում է։ Գլխավորը դա է, մասնագիտական իմաստով։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրը տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանն էր։